եթե չկա այդ անհրաժեշտ ձայները, արդյոք քննարկում է ԿՓ-ն, որ նախագիծը հավանության արժանացնի, ավելի ճիշտ հանրաքվեի դնեն ստորագրություններով, որովհետև նաև 300,000 ստորագրության դեպքում կարող է սահմանադրության հանրաքվե կազմակերպվել։ Պրոցեսը սկսենք եւ ժամանակը ցույց կտա, թե ինչ ճանապարհով կգնանք։ Այսինքն մենք նախ եւ առաջ, ինչպես եւ նախկինում ես բազմաթիվ անգամներ նշել եմ, խնդիր չունենք պրոցեսը կուլիսների հետևում պահելու եւ չենք էլ կարող։ Մեր առաջին նպատակը հանրության ժողովրդի հետ քննարկումը սկսելն է, այդ էջը բացելն է։ Դրանից հետո մենք պետք է հասկանանք, թե ինչ արձագանք ենք ունենում հասարակությունից, մարդիկ ինչ են կարծում, մենք իրենց պետք է բացատրենք նոր կարգավորումները ինչի մասին են։ Մենք պետք է ստանանք առաջարկներ, մենք պետք է անենք փոփոխություններ, մենք պետք է վերջնականացնենք process-ը, հետո կհասկանանք, թե ինչ ճանապարհով ենք գնում։ Ցանկացած դեպքում չի նախագիծը ազգային ժողովի հավանության կարիք է ունենում, այսինքն կա մի սցենար, երբ որ պետք չի լինելու, որ խորհրդարանում սցենարները թողնենք ապագայի քննարկմանը։ Չէ, նկատեմ կարգավորումները հիմա որ կան։ Կա մի ընթացակարգ, որը թույլ է տալիս շրջանցել խորհրդարանում նախագիծը քվեարկության դնելու ընթացակարգը։ Իրականում 2/3 պահանջը այս պահին սահմանված է սահմանադրությամբ, բայց հանրաքվեի իրավունքն էլ անմիջական իրավունք է, որը ժողովուրդը ունի։ Սա ուղղակի ասեմ, ու փակենք այսօրվա քննարկումը, մյուս հարցերը թողնելով ապագային։ Հանրաքվեի դեպքում էլ 2/3 պետք չի լինի։ Ես ասացի այն, ինչ ասացի, առաջարկում եմ բաց թողնել քննարկումը, մենք կլսենք նաև մասնագիտական մի շարք կարծիքներ, բայց հիմա մեզ համար, որպես հանձնառություն ստանձնած քաղաքական ուժ, նոր սահմանադրություն ունենալու, ամենակարևորը մեր քաղաքացիների հետ երկխոսությունը սկսելն է։ Մոտավորապես նախանշված է ժամկետի։